Շատ մարդիկ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են այցելում բժշկի, իսկ կանանց դեպքում հաճախ հետաձգվում է գինեկոլոգի մոտ այցը տարբեր պատճառներով։ Որոշները չեն ցանկանում ունենալ անհարմար զգացողություններ, որոշները ուղղակի ժամանակի բացակայության պատճառով, իսկ որոշներն էլ չեն դիմում ուղղակի չունենալով որևիցե գանգատներ։ Արդյոք սա ճիշտ մոտեցում է, երբ է անհրաժեշտ դիմել մասնագետի եւ երբ կարող է հետաձգելը լինել վտանգավոր։ Այս հարցերի շուրջ այսօր կխոսենք Medline Clinic բժշկական կենտրոնի Մարգարյան ծննդատուն մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Խորխորոնի հետ։ Ողջույն բժշկուհի։ Առաջին հարցս հետեւյալն է. Ինչ պատճառներով են բուժառուները դիմում գինեկոլոգի։ Ի տարբերություն բոլոր մասնագետների, ինչպես դուք նշեցիք, մեզ մոտ նաև դիմում են ուղղակի, երբ ոչ մի գանգատ չունեն պրոֆիլակտիկ զննումների առումով, դիմում են, երբ ունեն դիսկոմֆորտի զգացողություն սեռական օրգաններում, դրանք են այրոց, քոր, սեռավարակների հայտնաբերման, բուժման պրոֆիլակտիկայի համար, հղիությունների պլանավորման համար, մենոպաուզալ շրջանում շատ կանայք ունեն գանգատներ, նրանք են դիմում գինեկոլոգների, ինչու ոչ նաև դեռահասները որոշ հորմոնալ խանգարումների դեպքում դիմում են մեզ եւ մենք ուղղորդում ենք իրենց արդեն մանկական գինեկոլոգների։ Այստեղից մեկ հարց ինձ մոտ ցակեց, այ որ տարիքից է արդեն իսկ խորհուրդ տրվում դիմել կանոնավոր գինեկոլոգիական զննումների։ Կանոնավոր գինեկոլոգիական զննումների պետք է դիմել առհասարակ, երբ որ կինը սկսում է ապրել կանոնավոր սեռական կյանքով։ Իսկ մինչ այդ, եթե դեռահաս շրջանում չունեն որևիցե գանգատ, դրանք են հորմոնային խանգարումները, դաշտանային ցիկլի խանգարումները, շատ հաճախ լինում է դեռահաս տարիքում չունեն դաշտանային ցիկլի խանգարում, բայց ունեն ճարպակալում, նյութափոխանակության խանգարում եւ ցավոք սրտի հիմա շատ տարածված է այդ խնդիրը եւ ծնողները չեն մտածում, որ պետք է այո դիմեն գինեկոլոգի։ Իսկ կանոնավոր գինեկոլոգի մոտ պետք է այցելել, երբ որ սկսում են ապրել կանոնավոր սեռական կյանքով, 18 տարեկանից հետո առհասարակ գոնե 2 տարին մեկ, եթե չեն ապրում, պետք է գոնե փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա անել, կանխարգելելու համար տարբեր տեսակի հիվանդությունները։ Բժշկուհի, ասացիք, որ շատ հաճախ ձեզ դիմում են եւ պետք է դիմեն, երբ անգամ չունեն գանգատներ։ Իսկ ինչ գանգատների դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի։ Անհապաղ պետք է դիմել մասնագետի, եթե կա հոտով ոչ նորմալ գույնի արտադրություն սեռական ուղիներից, դա կարող է ազդակ լինել որևիցե մի սեռավարակի, ուժեղ ցավերից փոքր կոնքում, դաշտանային ցիկլի խանգարումներից, դրանք ոչ միայն կանոնավոր կամ ոչ կանոնավոր դաշտանային ցիկլն է, այլ նաև դաշտանային ցիկլի բնույթը, այսինքն առատ դաշտանային ցիկլը կամ երկարաձգվող դաշտանային ցիկլը կամ հակառակը քիչ արյունային օլիգոմենարիայի կոչվում, այդ դեպքերում պետք է անհապաղ դիմեն մենոպաուզայի շրջանում անհապաղ, եթե կինը 1 տարի եւ ավել չի տեսել դաշտանային ցիկլ, բայց դրանից հետո իր մոտ ինքը նկատում է արյունային արտադրություն, պետք է շտապ անհապաղ դիմի։ Հղիների առումով նույնպես, եթե չեն զգում պտղի խաղը, անհապաղ պետք է դիմեն գինեկոլոգի կամ տեսնում են ալկարմիր գույնի արյունային արտադրություն, նույնպես պետք է անհապաղ դիմեն գինեկոլոգի։ Այ կարծում եմ հաջորդ հարցս ինչ ֆորմի կերպով անուղղակի անգամ ձևով կամ ուղղակի կապված է լինելու հենց այս արյունային արտադրության հետ, ինչով է կարևոր PAP թեստի հանձնումը եւ ինչ է PAP թեստը։ PAP թեստը մի հետազոտություն է, դա արգանդի պարանոցից բջջաբանական հետազոտություն է, որը ամեն կին պետք է գոնե 3 տարին 1 անգամ պարտադիր հանձնի, եթե հանձնում է HPV վիրուսի հետ միասին, կարող է հանձնել 5 տարին 1։ PAP թեստը այնքանով է կարևոր, որ արգանդի պարանոցից վերցվում են ցիտոլոգիական բրանշի միջոցով բջիջներ եւ ցանկացած նախաքաղցկեղային բջիջներ շատ հեշտ է հայտնաբերել։ Այսինքն, եթե նույնիսկ կինը դեռ չունի գանգատներ, նա պարտավոր է 3 տարին 1 PAP թեստը հանձնել, որպեսզի հետագայում չունենա օնկոլոգիական առումով որոշակի խնդիրներ։ Ինչպես է պետք նախապատրաստվել հղիությանը եւ երբ է պետք անցնել գինեկոլոգի մոտ խորհրդակցություն։
Հղիության պլանավորումը պետք է սկսել հղիանալուց 3 ամիս առաջ, պետք է դիմել մասնագետի զույգով, անպայման զույգը պետք է դիմի։ Ամուսիններին խորհուրդ է տրվում անցնել ինֆեկցիոն սկրինինգ եւ սպերմոգրամը հանձնել բացառելու իրենց կողմից խնդիրները։ Եթե կնոջ մոտ դա չունի որևիցե դաշտանի խնդիր, այսինքն այնտեղ չունենք ձվարանների հետ կապված որոշակի խնդիրներ, պետք է պարտադիր արվի փոքր կոնքի սոնոգրաֆիա, վիտամինային ստատուսը ստուգել, այսօր շատ կարևորում են վիտամին D-ի ցուցանիշները, որովհետև կան շատ լուրջ հետազոտություններ, որ վիտամին D-ի պակասով պայմանավորված հետագայում հղիների մոտ լինում են հիպերտենզիաներ, պրեէկլամպսիաներ, էկլամպսիայի է դա բերում, պտղի մոտ որոշ զարգացման արատներ են բերում։ Առաջ շատ տարիներ առաջ այդքան մեծ ուշադրություն վիտամին D-ին չէր դարձվում, հիմա շատ է կարևորվում վիտամին D-ին եւ նաեւ ֆոլաթթուն։ Ֆոլաթթվի եւ վիտամին D-ի ընդունումը հղիությունից 3 ամիս առաջ արդեն դարձել է պարտադիր։ Պետք է ընդունեն։ Դրանից հետո պետք է նաեւ նույնպես կինն էլ հանձնի որոշ սեռավարակներ բացառելու համար, որովհետեւ այսօր շատ լավ հետազոտություն կա ֆեմաֆլորը, որը որոշում է ինչպես բոլոր ինֆեկցիաները սեռական ճանապարհով փոխանցվող նաև վիրուսները, որովհետև վիրուսները իրանք նույնպես հետագայում կարող են պտղի զարգացման արատների պատճառ դառնալ։ Մյուս հետազոտությունը, որը միջև հղիանալը պարտադիր պետք է կինը հետազոտի, դա վահանաձև գեղձն է, որովհետև մենք էնդեմիկ գոտում ենք ապրում եւ վահանաձև գեղձի ցավոք սրտի խնդիրները առաջին շաբաթներում մնում են անփոփոխ, աննկատ, իսկ հետո դառնում են վիժումների կամ չզարգացող հղիությունների պատճառ։ Այ խոսեցինք վահանաձև գեղձից, ինչ ազդեցություն կարող են ունենալ կնոջ առողջության վրա հորմոնալ փոփոխությունները, նաեւ այլ հորմոնների մասով հիմա մի փոքր կխոսենք եւ երբ է անհրաժեշտ դիմել մասնագետին, ինչ ազդանշաններից հետո։ Ցավոք սրտի շատ կանայք շատ ուշ են դիմում, այսինքն շատ ուշ են հասկանում, որ այն ինչ իրանց հետ կատարվում է, դա հենց հորմոնալ խնդիր է։ Քրոնիկ հոգնածությունը, գիրանալը, որ ասում են, որ շատ քիչ են ուտում, շատ շարժվում են, բայց ունեն գիրանալու խնդիր ունեն։ Ինչու ոչ նաև քաշի նվազումը, դա նույնպես ազդակ է, մաշկի չորությունը, ակնեները, կարող է լինել կանոնավոր դաշտանային ցիկլը, բայց կինը հասկանա, որ իր մոտ կա ինտենսիվ մազակալում, այդ դեպքում դա էլ է հորմոնալ, գլխացավերի, ինչու ոչ պրոլակտին հորմոնի բարձրանալուց կանանց մոտ քրոնիկ գլխացավեր են լինում, որ ոչ մեկ չի հասկանում, որ պետքա դիմեն գինեկոլոգի եւ այդ հենց պրոլակտին հորմոնի բարձր լինելու պատճառով են իրենք եւ գիրանում եւ ունեն գլխացավեր։ Ինչպես կարելի է կանխարգելել գինեկոլոգիական հիվանդությունները։ Գինեկոլոգիական հիվանդությունները դեռահաս տարիքից, կարելի ասել մինչև մենոպաուզալ տարիքում, եթե վերցնենք միոմաները, ձվարանի կիստաները, ինչու ոչ հաճախամիզություն, անմիզապահություն, այդ բոլոր հիվանդությունները կարելի է կանխարգելել կամ վաղ հայտնաբերել եւ շուտ այդ տվյալ հիվանդություններին լուծում տալ, եթե կինը պարբերաբար հետազոտվի, մեր ասած, որ գոնե տարին մեկ անգամ փոքր կոնքի սոնոգրաֆիա անեն, որ եթե նույնիսկ որևիցե մի խնդիր ունեն, շատ վաղ շրջանում հայտնաբերվի։ Եթե կինը ունենում է մեկ կամ ավել զուգընկերներ, պարտադիր զուգընկերները փոխելուց խորհուրդ է տրվում պարտադիր հանձնել սեռավարակները, ինչու ոչ պապ տեստը, որովհետև այդ զուգընկերների փոփոխության դեպքում կարող է պապիլոմավիրուս առաջանալ, որն էլ բերում է հետագայում արգանդի պարանոցի քաղցկեղի։ Եկեք մի փոքր խոսենք հակաբեղմնավորիչների մասին եւ պարզենք արդյոք հակաբեղմնավորիչների նշանակում եւ կիրառելիությունը միայն մասնագետի կողմից պետք է կատարվի։ Այո, միանշանակ պետք է միայն մասնագետի կողմից կատարվի, հակաբեղմնավորիչները երկու
խմբի են բաժանվում հորմոնային եւ ոչ հորմոնային եւ նաեւ վիրաբուժականը դա փողերի ստերիլիզացիան է, երբ փողերը կապվում է հերթական կեսարյան հատման կամ կինը ինքը դիմում է որոշում ունի ստերիլիզացիան դա ընդմիշտ այլևս անդառնալի process է։ Մյուսը դա նապերն են, որ տեղադրվում են, մենք օգտագործում ենք հիմնականում երկու տեսակի նապեր, մեկը հորմոնային նապերն են, դրանք Mirena-ն է, որ հիմա ամբողջ աշխարհում լայտ տարածում ունի եւ սովորական նապերը։ Իրանք կարելի ասել, որ մեխանիկական ազդեցություն ունեն։ Էլի պետք է անպայման պարտադիր գինեկոլոգը նշանակի, որովհետև որոշակի արգանդի լորձաթաղանթի հիվանդություններ կան, որոնց դեպքում օրինակ սովորական նապ չի կարելի տեղադրել, որովհետև մենք կարող ենք վնասել, կամ երբ որ նույն արգանդի պարանոցը առողջ չի, պապկսուկը հանձնած չի եւ այնտեղ մեծ էկտրապիոն կա կամ ախտահարված է եւ մենք տեղադրում ենք նապը, մենք կարող ենք արգանդի պարանոցին լուրջ վնասել։ Այսինքն սա մի process է, որը պետք է ամբողջությամբ լինի բժիշկ մասնագետի հսկողության ներքո։ Միայն պետք է հանձնել քսուկ, հասկանալ, որ ամեն բան մաքուր է, նոր տեղադրել նապը, որտեղ երբեմն նապի տեղադրումից մենք կարող ենք միջև արգանդափողերը ցանկացած ինֆեկցիա հենց ինքներս տեղադրման ժամանակ տարածել։ Ինչ վերաբերվում է հորմոնային հակաբեղմնավորիչների, այսինքն ինչպես ասում են կոնտրացեպտիվների, որ հիմա ցավոք սրտի շատ նույն դեռահասները գնում են դեղատներից գնում իրանք շատ ավելի վտանգավոր են, որովհետև իրանք շատ ուժեղ ազդեցություն ունեն արյան մակարդելիության վրա, առաջացնում են տրոմբոզներ, կրծքագեղձի վրա են շատ ազդում, դրա համար այն կանանք, որոնք որ օգտագործում են այդ հորմոնային պրեպարատները, իրանք պարտադիր 6 ամիսը մեկ պետք է իրենց կոագուլոգրամաները հանձնեն եւ կրծքագեղձի սոնոգրաֆիա անեն եւ հետո շարունակ են խմել։ Իրականում իրենք անվնաս չեն։ Եվ մենոպաուզայի շրջանում ինչ ազդանշանների դեպքում պետք է կինը դիմի բժիշկ մասնագետի կամ ինչ խնդիրների դեպքում են հիմնականում դիմում։ Մենոպաուզան առհասարակ հաստատվում է, եթե կինը 12 ամիս հստակ չի տեսնում դաշտանային ցիկլ։ Այդ երբ որ 12 ամիսը լրանում է, մենք համարում ենք, որ արդեն կինը դաշտանա դադարում է։ Մենոպաուզալ շրջանում ամենակարևորը, որ պետք է հրատապ դիմել գինեկոլոգի, դա թեկուզ մի կաթիլ արյունային արտադրությունն է սեռական ուղիներից։ Պետք է անհապաղ դիմել, կատարել փոքր կոնքի սոնոգրաֆիա բացառելու համար արգանդի լորձաթաղանթի բարվորակ կամ չարվորակ որևիցե մի process եւ պարտադիր արգանդի պարանոցը նույնպես չնայած մինչև 60 տարեկան ենք մենք ասում պապկսուկներ հանձնել, բայց եթե կինը այ 60 անց է մենոպաուզայում է եւ հանկարծակի մի օր արթնանում է եւ տեսնում է, որ արյուն ունի, պետք է շտապ դիմի, որովհետեւ միգուցե այնտեղ արգանդի պարանոցում որևիցե մի process է սկսվել։ Մենոպաուզալ շրջանում ցավոք սրտի, քանի որ ամբողջ հորմոնային կանանց հորմոնները էստրոգենների նվազում է տեղի ունենում, կանանց մոտ շատ հաճախ լինում է հեշտոցի չորություն, հիմնական իրենց գանգատներից է, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն շաքարային դիաբետ։ Իրանք շատ ավելի այդ process-ը այո ծանր են տանում, չորություն է լինում, ճայքեր են ունենում, նույնիսկ հենց իրանցից են այդ արյունային արտադրությունները ունենում, անմիզապահություն են ունենում, իրենք հաճախամիզություն են ունենում են ցիստիտներ, որոնք ընդհանրապես բակտերիալ չեն, այլ հենց այդ էստրոգենների, պրոգեստերոնի քչացումից ելնելով իրենց մոտ այդ հիպերակտիվ միզապարկ է ձևավորվում եւ իրենք հաճախ դա անտեսում են, բայց պետք է դիմեն բժիշկ մասնագետի։ Եվ վերջում ամփոփելով ձեր խոսքը կխնդրեի, որպեսզի դուք նույնպես խորհուրդ տայիք մեր սիրելի հեռուստադիտողներին։ Ես խորհուրդ կտայի, որ ցանկացած տարիքում չխուսափեին գինեկոլոգի մոտ այցելելուց, ցավոք սրտի մեր ազգի բոլոր մասնագետների մոտ շատ ավելի հեշտ են գնում, քան գինեկոլոգների, ինչու ոչ նաև թող լինի դպրոցներում, համալսարաններում, որ բոլոր նույն դեռահաս տարիքում հասկանան, որ ամոթ չի գինեկոլոգի մոտ գնալը եւ ցավոք այս հորմոնային քաոսի մեջ, որ ուտելիքներում եւ ամեն
այնտեղ մենք հորմոններ ենք ընդունում, շուտ դիմեն, որովհետև ցավոք սրտի հիմա շատ հաճախացել են չբերությունները, որոնք հենց այդ հորմոնային խնդիրներ են։ Միակ խորհուրդս նա է, որ ցանկացած դեռահաս լինեն, վերարտադրողական տարիքում, մենոպաուզայում բոլորը հասկանան, որ գոնե տարին մեկ պետք է դիմել մանկաբարձ գինեկոլոգի։ Անչափ շնորհակալություն բժշկուհի, դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ պարզ դարձավ, որ կանոնավոր գինեկոլոգիական զննումները չափազանց կարևոր են եւ կարող են կանխարգելել տարատեսակ լուրջ խնդիրներից։ Ձեր առողջությունը ձեր իսկ ձեռքերում։ Իսկ մեր հյուրը Medline Clinic բժշկական կենտրոնի Մարգարյան ծննդատուն մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Խորխորունն էր։ Իսկ այժմ տեղափոխվում ենք խորհուրդ մասնագետից H